Նայեք, ասպարեզներում ձախողումների մասին բազմաթիվ բարձրաձայնումներ են լինում իշխանությունների կողմից։ Հիմա հերթական դրվագը արտահանողների խնդիրն է, երևի հետևում եք, ես որպես նաև ձեզ դեսպան եմ դիմում այս պահին, ում դաշտում է խնդրի լուծումը, եթե հայ արտադրողը, հայ արտահանողը, բեռնափոխադրողը չի կարողանում Վրաստան ապրանք արտահանել։ Չէ, դե ոնց չի կարողանում, բա մենք հիմա խաղաղության խաշմերուկ ունենք, խաղաղության խաշմերուկի բուկլետ կա, այդ բուկլետը Նազելի Բաղդասարյանը անխնա բաժանում է, այդ բուկլետից արդեն Չինաստանի փոխվարչապետին էլ են տվել, շատ երկրների ղեկավարներ այդ բուկլետից ունեն, դուք ասում եք Ռուսաստան, բայց Պուտինին էլ են տվել այդ բուկլետից։ Վրացիները չեն թողնում, ասում են նմուշարում ենք անում։ Բուկլետը արդեն խաղաղության խաշմերուկի տպած է, լամինացված, սիրուն, բաժանել են բոլորին, դուք ասում եք հայ արտահանողները ոնց կարան խնդիր ունենան։ Բայց ձեզ հայ-վրացական հարաբերություններում այսօր ամեն ինչ չի, որ հարթ է, որ այսպիսի խնդիրների է բախվում երրորդ երկրով տարանցում կատարող Հայաստանի Հանրապետության։ Դա ոչ միայն տարանցիկ խնդիրներ են, ամեր արտահանողները լուրջ խնդիրների են բախվում եւ առաջիկայում բախվելու են նաեւ տարբեր ուղղություններով։ Նայեք, Միացյալ Նահանգները կիրառեց լրացուցիչ մաքսատուրք, ինչը որ առանց այդ ոչ մեծ ծավալի ապրանքների արտահանման իմաստով խնդիրներ առաջանալու։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Եվրոպական միությունը չեղարկել է GSP+ առևտրային ռեժիմը Հայաստանի հետ, ինչը որ ենթադրում է, որ հայկական ապրանքները, մոտ 7000 անվանում ապրանքներ Եվրոպական միությունը արդեն արտահանվում են հավելյա տուրք վճարելով, բացասաբար անդրադառնալով նրանց ինքնարժեքի վրա եւ դրանից հետո դեպի Եվրոմիություն հիմնական արտահանման նկատի ունեն պարենային վերամշակվող ապրանքների արտահանման ծավալները կտրուկ ընկել է մի քանի անգամ։ Խնդիրներ էին առաջանում Ռուսաստանի հետ տարբեր ապրանքների հետ կապված, հələ Ռուսաստանը ոնց որ թե դեռևս ավելի մեղմ վերաբերվում, բայց այդ Եվրաքվե նախաձեռնության արդյունքում ընդունված այդ դեկլարատիվ օրենքից հետո Ռուսաստանի եւ փոխվարչապետը եւ երկու փոխարտգործնախարարներ արդեն հայտարարել են, որ այդ օրենքի գործադրումը, իրականացումը լուրջ խնդիրներ առաջացնելու Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում, այսինքն դա իր հերթին է բացասաբար անդրադառնում։ Հիմա համարում եք, որ սա դառնա շարժառիթ վրացական կողմի համար, որը հայտարարել էր, որ իրենք հետաձգում են ԵՄ-ի միանալու գործընթացը եւ գուցե այսպես ճակերտավոր ասած պատժում են Հայաստանին։ Չեմ կարծում, որ Վրաստանը Հայաստանի բարեկամ երկիր է եւ չեմ կարծում, որ իրենք հատուկ Հայաստանի հանդեպ ընդգծված բացասական քաղաքականություն վարեն, այլ բան է, որ այդ քաղաքականությունը կարող է պայմանավորված լինի մեր իշխանությունների անգործությամբ։ Տեսեք, ընդամենը մի քանի օր առաջ էր Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում Հայաստանում եւ պարզ է, եթե այդպիսի խնդիրներ են առաջացել, այդ խնդիրները մեկ պահում չեն առաջանում, չէ՞, դրանք որոշակի նախապատմություն ունեն։ Իսկ պաշտոնական այցերը հենց դրա համար են, որպեսզի այդպիսի խնդիրները բարձրաձայնվեն, քննարկվեն, դրան շուրջ ձեռքբերվեն պայմանավորվածություններ։ Իսկ մենք պաշտոնական հաղորդագրությունների մեջ չենք տեսել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որևէ համաձայնագիր կնքված լինի կամ այդ ոլորտում որոշակի խնդիրներ քննարկվան եւ լուծում ստանան։ Այսինքն, եթե խնդիրները առաջանում են, անգամ միջպետական հարաբերություններում դրանք լուծումներ չեն ստանում։ Դա իշխանությունների անգործության հետևանք է եւ ես չեմ կարծում, որ դա Վրաստանի իշխանությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ընդգծված որևէ բացասական քայլ կարող անի։ Ես դա գործնականում բացառում եմ։ Առաջարկի արել նախորդ անգամ ասում եք, թե Վահագն Ալեքսանյանին հրավիրեք սրճարան կամ ինքը ձեզ հրավիրի առաջարկել եք։ Դեռ չեմ ներկայացրել, ճիշտ ասած հիմա Վահագն Ալեքսանյանը ուրիշ գործերով ազգային ժողովում ծանրաբեռված նայում եմ, հետևում եմ էլի, հիմա այս ինքը ասենք մարդ են ծեծում, կռիվ են անում, բա հիմա այս լարված մթնոլորտի մեջ ասեմ, արի գնանք հաց ուտենք, չգիտեմ, հարց քննարկենք, իսկ մա տեղին չի։ Թող մի քիչ հանգստանա, բանանի, պետք է դրա ժամանակը կգա, ինքը այդ հանդիպումից խուսափել չի։ Ընդհանրապես այս պատգամավորները այս ձևով այս հանդիպումից ակնհայտ է, չէ՞, ես նկատում եմ, որ խուսափում են ակնհայտը, չեն կարող խուսափեն, փոքր երկիր է եւ իրանք պարտավոր են առերեսվել, մանավանդ որ ես իրանք որևէ անձնական հարցով չեմ դիմում, այսինքն այն հարցերը, որոնք ես բարձրացնում եմ, դրանք ինձ չի որ հետաքրքրում է միայն Ես կարծում եմ, որ դրա այդ հարցերին շատ մարդկանց է հետաքրքրում ու եթե մենք հանկարծ շատ մարդով գանք Վահագն Ալեքսանյանի կամ մյուսների հետ հանդիպման, կարող է հաց ուտելու ժամանակ չմնա։
Ղազարյան, ասում են այնտեղից խմսխոր սպասում են, հա ձեզ։ Չէ, որոնք կան։ Լավ, շնորհակալություն։ Էլ ասելիք չունեք պարոն Ղազարյան։ Ձեր դատական գործից էլ մի երկու բան ասեք, ուր հասակ։ Երեք դատական նիստներ, ավարտվեց ելույթի փուլը, նաև վկայի հարցաքննությունը։ Շատ հետաքրքիր է, դա իջալոց այդ գործը ընդամենը մի վկա ունի, նա էլ հենց է նույն մարդն է, որ հաղորդում էր ներկայացել հանցագործության, բայց ինքը ասաց, որ հանցագործության մասին է, բայց իր գրած նամակը ուղղակի այդպես մտորումներ էր, որ կիսվել էր գլխավոր դատախազի հետ, բայց ասաց, որ դա եղել է հաղորդում հանցագործության մասին, եւ ճիշտ ասած շատ հակասական ցուցմունքներ էր տալի իր գործունեության հետ կապված, այդ հաղորդման բովանդակության հետ կապված։ Մենք հիմա հաջորդ փուլում կլսենք ապացույցները, որոնք ներկայացնում են, ապացույցեր չկա այդ գործում, ընդամենը իմ ելույթներն են, ոնց որ ասենք հիմա ես այսօր ելույթ եմ ունենում, հետո այդ ելույթը դնեն նայեն, ասեն, էսի ապացույց է, այսինքն ինչին է, ելույթ է։ Հիմա ելույթը հնչել է, հիմա իրանք պիտի ապացուցեն, թե այդ ելույթում արտացված մտքերը որքանով են անձնական վիրավորանք արատավորող տեղեկություն հանդիսանում այս կամ այն դատավորի հասցեին, որ ոչ մի դատավոր նման անհանգստություն չի հայտնել։ Շատ